Գորիսը թեև հավակնում է դառնալ աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը, սակայն նոր աղբավայր ունենալու հարցը դեռ օրակարգում է։ Քաղաքի խորհրդանիշ համարվող Լասսարի հետնամասում գտնվող ներկայիս աղբավայրում օրվա կտրվածքով մեծ քանակությամբ աղբ է թափվում ոչ միայն Գորիսից, այլև Տեղ ու Տաթև համայնքներից։ Այստեղ երբեմն տարբեր պատճառներով աղբի կուտակումներ են լինում, որը քամին բերում տարածում է մաքուր քաղաքի վրա։ Իսկ աղբավայրում հաճախ բռնկված հրդեհի ծուխն էլ մի կողմից է վնաս հասցնում քաղաքին։ Մեկ ամիս է, որ աղբավայր տանող ճանապարհի վրա աշխատանքներ են կատարում, աղբը հավաքել ենք լցրել աղբավայրի մեջ, ընդհանուր աղբավայրը մաքուր տանող ճանապարհը մաքուր է պահում, որպեսզի ժողովուրդը աղբավայր տանող ճանապարհին ոչ միտեղ աղբ չթափեն, նաև նախատեսված է ցուցանակներ տեղադրենք, որպեսզի աղբավայր գնացող ճանապարհը միշտ մաքուր պահեն, աղբը լցնեն մենակ աղբավայրի ներսում, ոչ թե աղբավայրի ճանապարհի կեսերին։ Հարցը Գորիսի համայնքապետի ուշադրության կենտրոնում է, ավելին խնդրի լուծման համար կոնկրետ քայլեր արդեն արվել են, ըստ Արուշ Արուշանյանի, համայնքը շուտով նոր աղբավայր կունենա։ Ինչ վերաբերում է Գորիսի հին աղբատեղին, այո, դա խնդիր է, դա լուրջ խնդիր է, որը պետք է մենք շտկենք, եւ այդ ուղղությամբ բավական աշխատանքներ ունենք տարած, ավստրալիական զարգացման հիմնադրամի հետ համատեղ նախագիծ ունենք։ Ցավոք սրտի 3 անգամ տենդեր հայտարարելուց հետո մասնակից չենք ունեցել, հետագայում պարզեցինք, որ նման լիցենզիայով կազմակերպություն հանրապետությունում գոյություն չունի, հիմա մեր գործընկերների հետ փորձում ենք այլ մասնագետների հետ խնդիրի լուծում տալ, շուտով կունենանք պատկերը, նախագիծ կունենանք, որ հին աղբատեղին կվերածվի ոչ թե եւ ընդամենը կփակվի հին աղբատեղին, այլ կունենանք նման գեղեցիկ միջավայր, ինչպես որ մենք հիմա տեսնում ենք։ Հին աղբավայրը կփակվի եւ կտեղափոխվի 7 կիլոմետր հեռավորության վրա կբարեկարգվի ճանապարհն ու աղբի մշակման արտադրամաս կկառուցվի։ Գորիսի համայնքապետանի եւ Ավստրալիական զարգացման հիմնադրամի հետ համատեղ պետք է ծրագիրը իրականացնենք, նոր աղբավայրի տեղ արդեն իսկ ընտրված է, նախկին աղբատեղից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա է եւ որ ամենակարևորն է բնակչությունից շատ հեռու է, բացի այդ երբ որ տեղափոխվի, նաև մենք ունենալու ենք արտադրամաս, որ աղբը պետք է վերամշակվի, այսինքն մարդիկ վիզուալ աչքով չեն տեսնելու, որովհետեւ այդտեղ աղբ գոյություն ունի առհասարակ։ Եվ ստանդարտները եվրոպական չափորոշիչներին պետք է համապատասխանեցվի, այսինքն նաև որ վնաս չտանք բնությանը։ Մինչ ծրագրերին կհաջորդեն գործնական քայլերը, Գորիսի բարեկարգում ՀՕԱԿ-ը շարունակում է 24-ժամյա գրաֆիկով զբաղվել քաղաքի եւ մերձակա տարածքների մաքրությամբ։ Քաղաքն օր-օրի ավելի մաքուր եւ հաճելի է դառնում, որի մասին վկայում են բնակիչները։ Շնորհակալ ենք, գեղեցիկ մաքուր է, երեխեքին իրիկու նկարում ես էքսկուրսիայի նման քաղաքով պատտես եւ ոչ միայն կենտրոնական մասը։ Ես ինքս էլ ոտքով շրջել եմ, շատ հաճելի է։ Իսկ այն ավելի մաքուր դարձնելու համար բոլորի աջակցության կարիքը կա, որը կօգնի քաղաքը ներկայանալի դարձնել համաշխարհային հարթակներում։ Այն մենք չենք կարող այդ խնդիրը ամբողջական լուծում տալ եւ մեր բնակիչները նույնպես պետք է ներգրաված լինեն գործում, որը եթե անկեղծ լինեմ, վերջին ժամանակաշրջանում որոշակի փոփոխություններ կան, ավելի քիչ են աղտոտվում որոշ հատվածներ, բայց ընդհանուր առմամբ չեմ կարող ասեմ, որ խնդիրը լուծված է ամբողջությամբ։ Այսինքն մեր բնակիչները նույնպես պետք է ներգրավեն գործի մեջ, պետք է խնդրենք ավելի հետևողական լինեն նման վայրերում, արտաշատ վայրերում, այլև առհասարակ իրենց տան հարակից հատվածներում նույնպես պետք է աղբանությանը շատ ուշադիր լինեն։ Պետք է օգնեն համայնքին, որպեսզի մեր ցանկալի արդյունք ունենանք, աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը լինի Գորիսը։ Մաքուր քաղաք հասկացությունը ընդգրկում է մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են քաղաքի մաքրության պահպանմանը, բնապահպանական խնդիրների լուծմանը եւ քաղաքացիների էկոլոգիական գիտակցության բարձրացմանը։ Այն, որ Գորիսը Հայաստանի թիվ 1 մաքուր քաղաքն է, այլևս արձանագրված փաստ է։ Մնում է գնահատել ու պահպանել այն։ Արևիկ Աբելյան, Լաստ լրատվական։